ABC մեդիայի ուղիղ եթերում օրվա լրատվության գլխավոր թողարկումն է, ես Աննա Սարգսյանն եմ, բարի երեկո։ Կարևորի մասին նախ համառոտ։ Վերանշանակվեց ու 2 օր անց ձերբակալվեց երեխաների սնունդ, կաշառք և քրեական գործ, ինչ է հայտնի մանկապարտեզի ձերբակալված տնօրենի մասին։ Սովորական վիճաբանություն ավարտը սպանությամբ, այս անգամ զոհը հայտնի դերասանուհու որդին է, ինչ մանրամասներ են հայտնի։ Վերահսկվող կանխիկ ազատ կրիպտո, հարկային քաղաքականության բացերը, տոտալ վերահսկողություն է, թե հարկային բարեփոխում։ Նոր կապ Նախիջևանին, Աղբանդի կամուրջը միջանցքի այլընտրանք, թե նոր ճնշման գործիք, ինչ է նշանակում Թեհրան-Բաքու նոր գործակցությունը։ Սուրեն Պապիկյանը Թեհրանում է, իսկ Հայաստանում Իրանի դեսպանը խոսել է Երևան-Թեհրան հնարավոր զորավարժության մասին, ինչ է հայտնի։ Իրանում ուղղաթիռ է կործանվել, կան զոհեր։ Իրանի Սպահան նահանգում ռազմական ուղղաթիռ է կործանվել, զոհվել է 4 մարդ։ Ուսումնական թռիչք իրականացնող ուղղաթիռն ընկել է պտուղ բանջարեղենի շուկայում։ Լրատվամիջոցների տվյալներով զոհվել է 2 օդաչու և 2 առևտրական։ Ընկնելուց հետո ուղղաթիռը բռնկվել է։ Փրկարարներն են մարել կրակը։ Վթարի նախնական պատճառը ուղղաթիռի տեխնիկական անսարքությունն է։ Չի բացառվում, որ ապագայում Երևանն ու Թեհրանը համատեղ զորավարժություններ անցկացնեն ավելի լայն ընդգրկմամբ, հայտարարել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին, պատասխանելով մեր գործընկեր Սպուտնիկ Արմենիայի հարցին։ Դեսպանն ընդգծել է, որ երկու երկրների գործակցությունը, այդ թվում պաշտպանական ոլորտում, ունի շարունակական բնույթ։ Դիվանագետի խոսքով հայ-իրանական սահմանը եղել և մնում է խաղաղության սահման, հիմնված տարածքային ամբողջականության և սահմանի անխախտելիության սկզբունքների վրա։ Միաժամանակ Հայաստանի պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը պաշտոնական այցով գտնվում է Թեհրանում։ Այցի շրջանակում Պապիկյանը հանդիպել է Իրանի պաշտպանության նախարար Ազիզ Նասիրզադեին։ Կողմերը քննարկել են պաշտպանության ոլորտում երկկողմ գործակցության ընթացքն ու զարգացման հեռանկարները, նաև անդրադարձել տարածաշրջանային և միջազգային անվտանգության հարցերին։ Նախարարները բարձր են գնահատել Հայաստան-Իրան գործակցության ներկայիս մակարդակը։ Հանդիպմանը մասնակցել է նաև Իրանում Հայաստանի դեսպան Գրիգոր Հակոբյանը։ Մինչ հանդիպումը տեղի է ունեցել Հայաստանի պաշտպանության նախարարի դիմավորման հանդիսավոր արարողությունը։ Մինչ Հայաստանը փորձում է ամրապնդել իր դիրքերը գործընկերների հետ, տարածաշրջանում այլ կենտրոններ արդեն վերաձևում են խաղի կանոնները առանց Երևանի։ Պաշտոնական Բաքուն հերթական քայլ է կատարում հաղորդակցությունների քարտեզը վերաձևելու ուղղությամբ, Արաքսի վրա նոր կամուրջ կառուցելով։ Արաքսի վրա կառուցված Աղբանդ Քելալե կամուրջը Բաքվում արդեն ներկայացում է որպես ռազմավարական նորուղի դեպի Նախիջևան, շրջանցելով Հայաստանը։ Թեհրանը պատրաստ է իր տարածքը տրամադրել, բայց պայմանով, որ չխախտվեն Հայաստանի սահմանները։ Իսկ Իրանի միջոցով կապը արդյոք բավարար է Բաքվի համար, թե Զանգեզուրի միջանցքը շարունակում է դիտվել ոչ միայն որպես ճանապարհ, այլ նաև ազդեցության և վերահսկողության լծակ։ Ինչ է փոխվում նոր կամուրջով և այն փոխում է արդյոք խաղի կանոնները, Սեդա Մակարյանի ռեպորտաժում։ Ադրբեջանն ու Իրանը հայտարարել են Արաքս գետի վրա Աղբանդ Քելալե կամրջի կառուցման ավարտի մասին։ Ադրբեջանական լրատվամիջոցները գրում են, այն դառնալու է այսպես կոչված Արաքսի միջանցքի մաս և կապելու է Ադրբեջանը Նախիջևանին Իրանի տարածքով։ Այս կամուրջը կառուցվել է Արաքսի այն հատվածում, որը գտնվում է Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Կովսականի շրջանում։ Պատմականորեն Արաքսի վրա կամուրջներ եղել են նաև նախկինում, օրինակ Խոդաֆերիի կամուրջը, որը ջրականի ու Իրանի սահմանին է, այժմ Ադրբեջանի վերահսկողության տակ։ Կա նաև գործող սահմանային անցակետ Աստարայում, որը կապում է Ադրբեջանի և Իրանի Աստարա քաղաքները։ Սակայն սրանք երբեք չեն ունեցել այն ռազմավարական նշանակությունը, որը Բաքուն այժմ վերագրում է նոր կամրջին։ Իրենց մոտ կա այդ
գիտակցումը, գուցե նաև մտավախությունը, որ թեկուզ եւ Հայաստանի տարածքով Սյունիքով իրենք ճանապարհել ունենան, այնուամենայնիվ իրենց Հայաստանի նկատմամբ ունեցած տարածքային հավակնությունները դա կլինի տարածաշրջանային քաղաքականությունը կլինի եւ այլն, այնուամենայնիվ գուցե իրենք գիտակցում են, որ ինչ որ իրավիճակում կարող են բախվել այնպիսի մարտահրավերների հետ, խոչընդոտների հետ կամ շահերի բախման հետ, որը կարող է փակուղի տանել թեկուզ եւ Հայաստանով անցնող իրենց ցանկացած ճանապարհը։ Փաստացի Բաքուն մոտենում է տասնամյակների իր նպատակին՝ ցամաքային կապ հաստատել Նախիջևանի հետ։ Թեհրանը դեռ վաղուց հայտարարել էր, պատրաստ է իր տարածքով ճանապարհ տրամադրել Ադրբեջանին, պայմանով, որ չխախտվեն Հայաստանի, մասնավորապես Սյունիքի սահմանները։ Իրանը փորձեց, որ այլընտրանքային ճանապարհ առաջարկի Ադրբեջանին, որովհետեւ Ադրբեջանը զերծ մնա իր նկերդումները Հայաստանի վրա։ Իսկ այս պարագայում այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի պահանջը դուրս է գալիս օրակարգից։ Փորձագետների գնահատմամբ ոչ։ Իրանի տարածքով անցնող ճանապարհը լինելու է Թեհրանի իրավազորության ներքո։ Իսկ Հայաստանի տարածքով նախատեսվող տարբերակը Բաքուն ցանկանում է արտատարածքային ռեժիմով առանց Երևանի լիարժեք վերահսկողության։ Իրանի համար սա ուներ որոշակի նաև այլ ռազմավարական նշանակություն։ Այն տրամաբանությամբ, որ մինչ այժմ ինչպես որ ճանապարհ տրամադրել ենք ձեզ, կարող ենք ձեր ներկայացած պահանջներին համապատասխան դարձյալ նոր ճանապարհ տրամադրել, ապահովել այդ բոլոր ստանդարտներով ճանապարհը, բայց ձեռնպահ մնացեք Սյունիքի նկատմամբ ձեր հավակնություններից։ Փորձագետների խոսքով Աղբանդի կամուրջը կարող է դառնալ Զանգեզուրի միջանցքի տեխնիկական այլընտրանքը, բայց սա չի լուծում այն քաղաքական եւ աշխարհաքաղաքական հարցերը, որոնք Բաքուն փորձում է լուծել Սյունիքով անցնող ճանապարհի տարբերակով։ Այսինքն, եթե նույնիսկ Իրանի ճանապարհը գործի, միջանցքի թեման ամբողջությամբ օրակարգից չի հանվի։ Իրեն մինչև վերջ պահանջելու են, ինչքան կարողանան ստանան Իրան կփորձեն ստանան, բայց Իրանը այդ քայլերով միշտ փորձել է չզուգացնել այդ վտանգները Հայաստանի վրայից եւ որոշ չափով էլ հաջող է եղել։ Այսպիսով Արաքսի վրա կառուցված Աղբանդ Քելալե կամուրջը պարզապես նոր ենթակառուցվածք չէ, այն տարածաշրջանային նոր հաշվարկի մաս է։ Եթե Իրանի տարածքով կապը լիարժեք գործարկվի, Ադրբեջանը փաստացի կստանա Նախիջևանի հետ ցամաքային հաղորդակցություն շրջանցելով Հայաստանը։ Սակայն գլխավոր հարցը մնում է բաց։ Բաքվին բավարար է արդյոք Իրանի վերահսկողությամբ ճանապարհը, թե Զանգեզուրի միջանցքը շարունակում է դիտվել որպես ազդեցության, վերահսկողության եւ քաղաքական ճնշման գործիք։ Փորձագետները փաստում են, Արաքսի վրա կառուցվող կամուրջը միայն տրանսպորտային նախագիծ չէ, դա նաև տարածաշրջանի ապագա ուժային բալանսի մասին է։ Սեդամ Ակարյան, Մհեր Դավթյան, ABC Media։ Տարածաշրջանում գործակցության մասին հայտարարությունները շատ են։ Բաքուն, Անկարան և Թբիլիսին ակտիվորեն քննարկում են տրանսպորտային ու էներգետիկ նախագծեր, ձևավորելով իրենց օրակարգը։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Բաքվում ընդունել է Թուրքիայի և Վրաստանի խորհրդարանական պատվիրակությունների։ Հանդիպումների ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Թուրքիայի դաշնակցային հարաբերությունները, նաև Ադրբեջանի և Վրաստանի միջև ռազմավարական գործընկերությունը։ Քննարկումների առանցքում եղել են նաև տարածաշրջանային հաղորդակցությունները, այդ թվում միջին-միջանց կոչվածի զարգացումը, որը Բաքուն դիտարկում է որպես առանցքային տնտեսական և լոգիստիկ ուղղություն։ Իդեպ Հայաստանի և Ադրբեջանի փոխարտգործնախարարները այսօր հանդիպել են Ժնևում, քննարկել են վստահության ամրապնդման ուղղված հնարավոր միջոցները։ Ըստ ԱԳՆ հաղորդագրության հանդիպումը կայացել է ի շարունակություն քաղաքական բարձր մակարդակով տեղի ունեցած շփումների։ Վերադառնանք Երևանյան լրահոսին։ Աղմկահարույց պատմություն է բացահայտվել Երևանի մանկապարտեզներից մեկում քրեական գործի և տնօրենների բողոքի ֆոնին։ Վերանշանակումից ընդամենը 2 օր անց ձերբակալել են Երևանի Շենգավիթ վարչական շրջանի թիվ 143 մանկապարտեզի տնօրենի պաշտոնակատար Ռուզաննա Դանիելյանին։ Նրան մեղադրում են առանձնապես խոշոր չափերի գույքի հափշտակության և խոշոր չափի կաշառք ստանալու համար։ Դանիելյանին և ապահների ուղեկցությամբ դուրս են բերել հենց մանկապարտեզից և տեղափոխել նախաքննական մարմին։ Քրեական վարույթը
որի շրջանակում նա անցնում է որպես մեղադրյալ, հարուցվել էր դեռ 2024 թվականի ամռանը եւ մինչ օրս գտնվում է նախաքննության փուլում։ Չնայած ընթացող քննությանը դատարանի որոշմամբ նա վերականգնվել էր աշխատանքում եւ ընդամենը օրեր առաջ կրկին նշանակվել էր որպես տնօրենի պաշտոնակատար։ Սակայն նրա վերադարձը բողոքի ալիք է բարձրացրել ծնողների շրջանում։ Ըստ սոցցանցերում տարբեր գրառումների տնօրենը նաեւ յուրացրել է երեխաների համար նախատեսված սնունդը։ Իսկ հակակոռուպցիոն կոմիտեն այս պահին իրականացնում է ստուգումներ ոչ թե նախկինների, այլ գործող պաշտոնյաների նկատմամբ։ Ազգային ժողովի պետական իրավական հարցերի հանձնաժողովի նիստում տեղեկացրել է կոմիտեի նախագահ Արտուր Նահապետյանը, պատասխանելով պատգամավոր Գեղամ Նազարյանի հարցին, թե ինչ միջոցներով են պաշտոնյաները ձեռք բերում թանկարժեք իրեր, օրինակ $100,000 արժողությամբ բաճկոններ։ Հակակոռուպցիոն կոմիտեն ավելի շատ կամ գրեթե հիմնականում ուշադրություն է դարձնում նախկին պաշտոնյաների ապօրինի հարստացումներին եւ չի նկատում գործող պաշտոնյաների հարստացումներին։ Դուք օրինակ ուսումնասիրում եք գործող պաշտոնյաները թանկարժեք հագուստ, որ կրում են, ինչ միջոցներով են կրում, հետաքրվում եք, ասենք, եթե բաճկոնը, ասենք, $100,000 գերազանցում է, դա նվեր է, թե կարելի է այդ նվերը ընդունել, հանրությանը հետաքրքրող տեսակետ է։ Ինչու է հակակոռուպցիոն կոմիտեի ուշադրությունը գրավում ոչ թե գործող պաշտոնյան, այլ նախկին պաշտոնյան։ Կոռուպցիայի չափելիության հետ կապված էր հարցադրմանը։ Այդ մասով կարող եմ ասել միջազգային մի շարք կառույցներ կան, որոնք գնահատում են կոռուպցիայի ինդեքսը Հայաստանի Հանրապետությունում։ Մենք առանձին այդ մասով ուսումնասիրություններ եւ ըստ էության վիճակագրություն հալային չունենք, բայց կարող ենք ասել, որ բացահայտման առումով ունենք դրական դինամիկա եւ ըստ էության նաեւ համակարգային պայքար կոռուպցիոն երևույթների դեմ։ Քրեական գործերը չեն սահմանափակվում միայն կոռուպցիոն դեպքերով։ Վերջին օրերին հանրապետությունում կարծես սպանությունների չավարտվող շղթա է շարունակվում։ Ատելությունը դարձել է նորմ, զենքը պաշտպանություն։ Եվ երբ խոսքը սպառվում է, գործի է դրվում փամփուշտը։ Հերթական սպանության զոհը հայտնի դերասանուհու որդի է։ Մանրամասները պարզել է Անի Աբաղյանը։ Հենց այստեղ են կարճ զրուցել, հետո վիճել, որից հետո 45-ամյա տղամարդը որսորդական հրացանով կրակել է 31-ամյա Ռուբենին։ Չեն կարող ոչ բան ասել, որովհետև տեղում չենք ելել, որ տեսնենք կամ իմանանք։ Փակել այսինքն այստեղ։ Փակ չէր, այդ ամեն ինչ եղել է, օբյեկտի ներսում չի ելել, օբյեկտի հետ կապ չունեցող։ Դուրս նայելիս, մենք իրանց հետ չենք ելել։ Մենք մեր աշխատանքի վայրում ենք եղել։ Այստեղից որևէ բան չէ։ Ալևս ոչինչ չեմ կարող ասել։ Ուշ ժամ էր, հարակից խանութները փակ էին։ Մենք չենք տեսել, պատմում են խանութպաններն ու աշխատակիցները։ Խանութից դուրս չեն գալիս, էլի չենք շփվում։ Մենք էլ ձեր նման լսել ենք։ Օրինակ ես էլ եմ բանով եմ նայել, էլի տեսել։ Ինչ-որ վնասել է խանութը։ Բացարձակ։ Ոստիկանները հարցաքննել են նրանց, վերցրել տեսանյութը։ Ներքին գործերի նախարարությունից հայտնում են, որ հանցագործության համար կասկածվող 45-ամյա զովունեցին անսթափ վիճակում է եղել։ Իր անունով հաշվառված Սայգա տեսակի որսորդական ակոսափող հրազենից է կրակել։ Հայտնի է, որ Ռուբենը ոտքի հատվածում ստացել է ծանր վիրավորում ու տեղափոխվել հանրապետական հիվանդանոց։ Ինչ վիրավորում էր ստացել ոտքի հատվածում, որ մահացու էր, հիվանդանոցից չասացին։ Միայն նշեցին, որ նախաքննության ընթացք է, որևէ տեղեկություն չեն կարող հայտնել։ Քննչական կոմիտեն էլ այսպես մեկնաբանեց։ Քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում քրեական օրենսգրքի 166-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով առողջությանը ծանր վնաս պատճառել է եւ 335-րդ հոդվածի առաջին մասով հրազենի, դրա հիմնական բաղկացուցիչ մասերի, ռազմամթերքի եւ այլ նյութերի, սարքերի, առարկաների ապօրինի շրջանառությունը։ 45-ամյա տղամարդուն ձերբակալել էին 11-րդ փողոցում։ Նա մեքենան թողել էր դեպքի վայրում եւ փախուստի դիմել։ Հանցագործության համար կասկածվող տղամարդը 2 ամսով կալանավորվել է։ Ըստ մեր տեղեկությունների, սպանված տղամարդը հայտնի դերասանուհի Արսինե Նավասարդյանի որդին է։ Նախորդ շաբաթվա ընթացքում սպանության մի քանի դեպք է գրանցվել հանրապետությունում, մեկը մյուսից դաժան։
Ինչու են հաճախացել դեպքերը։ Սոցիոլոգ Արթուր Աթանեսյանը մի քանի պատճառ է առանձնացրել. հիվանդացած հասարակություն, ատելության խոսքի տարածում համացանցում եւ դաստիարակչական ֆունկցիայի համակարգային քայքայում։ Այս բոլոր գործոնների ազդեցության հետևանքով մենք տեսնում ենք իրավապաշտպան մարմինների գործունեությունը արդեն որպես պատժիչ, երբ որ հանցանքը կատարված է, բայց հանցանքների կանխարգելում համարյա չկա։ Ամոթի ֆունկցիան չկա, միմյանց հանդեպ վերահսկում չկա, որովհետև մենք դա համարում ենք ավանդապաշտություն եւ շատ վաղուց արդեն վատաբանում ենք։ Հանցագործությունների կանխարգելման գործառույթը բացակայում է, նշում է Աթանեսյանը։ Բացի այդ, հասարակությունում մտադրված քայքայում են ազգային արժեքները, իսկ ամոթն ու զսպվածությունը ներկայացնում որպես թուլություն։ Բարի, զիջող, բանակցող մարդը պետք է օրինակ լինի պետական մակարդակով, ընդգծում է Աթանեսյանը։ Մինչդեռ հայ հասարակությունում գնալով պակասում է այն, երթևեկությունից մինչև դպրոցներ, դպրոցներից բուհեր ու համակարգեր։ Անի Աբաղյան, Էդիկ Մալաքյան, Նոնա Գևորքյան, ABC Media։ Պետությունը ցանկանում է տեսնել յուրաքանչյուր դրամի շարժը, քաղաքացին հասկանալ, թե որտեղ է ավարտվում վերահսկողությունը եւ սկսվում սահմանափակումը։ Վերջին ամիսներին հարկային փոփոխությունները ներկայացվում են որպես պայքար ստվերի դեմ, բայց գործնականում շատերի համար դրանք դարձել են նոր բարդությունների աղբյուր։ Երբ սեփական գումարը տնօրինելու համար պետք է բացատրել, ինչի համար է այն օգտագործելու, հարցը դուրս է գալիս հարկային դաշտից։ Տնտեսագետները զգուշացնում են, չափից ավելի վերահսկողությունը կարող է տալ հակառակ արդյունքը, այն ոչ թե նվազեցնելու է ստվերը, այլ այն տեղափոխելու է այլ դաշտեր։ Ինչի կարող են հանգեցնել այս փոփոխությունները, դիտենք ռեպորտաժում։ Հայաստանում վերջին ամիսներին հարկային համակարգում փոփոխությունները քաղաքացիների համար նոր կանոններ են սահմանել։ Կառավարությունից նշում են, նպատակը կոռուպցիան նվազեցնելն է, բայց իրական կյանքում օրենքները հաճախ ավելի շատ անհարմարություն են պատճառում։ Օրինակ, եթե վաճառել ես անշարժ գույք եւ ուզում ես ամբողջ գումարը վերցնել բանկից, նախկինում դա հնարավոր էր առանց խնդրի։ Հիմա պարտադիր է թղթաբանություն ու հիմնավորում, որտեղ եւ ինչ նպատակով է օգտագործվելու գումարը։ Սակայն տնտեսագետ Հրանտ Միքայելյանի գնահատմամբ այս բարեփոխումների առանցքում ոչ այնքան բարեփոխման, որքան ֆինանսական համակարգի գրեթե տոտալ վերահսկողության տրամաբանությունն է։ Սրա դրդապատճառային է, որ իշխանությունները վերցել են բազմաթիվ սոցիալական պարտավորություններ, վերջից կարող ենք հիշել օրինակ առողջապահական ապահովագրության համակարգի ներդնում, որը բյուջեի վրա նստելու է տարեկան մոտավորապես 120 միլիարդ դրամ։ Այն պայմաններում, երբ բյուջեն արդեն բավականին լուրջ պակասորդ ունի, եւ ստացվում է, որ իշխանությունները վերցնում են նոր սոցիալական պարտավորություններ, նրանց մարելու հնարավորություն չունեն եւ փորձում են գտնել նոր եզրերը, ինչպես քաղաքացիներից այս գումարները հավաքեն։ Կատարվողը տնտեսագետի գնահատմամբ ունի նաեւ ավելի լայն քաղաքական ենթատեքստ։ Պետությունը ցանկանում է վերահսկել գրեթե յուրաքանչյուր գործարք, միաժամանակ ունենալով նաեւ պատժելու գործիքակազմ։ Մի կողմից կարելի ասել, որ կանխիկ շրջանառության սահմանափակումը դա համաշխարհային պրակտիկա է, քիչ թե շատ ողջ աշխարհում այդ ուղղությամբ կգնում են, որպեսզի այս ստվերային տնտեսությունը վերահսկեն, բայց մյուս կողմից ամեն ինչը պետք է չափ ու սահման ունենա։ Օրինակ, եթե սահմանվել են ինչ-որ մակարդակներ, դրանից ել ավելի ներքև իջնել, դա արդեն տնտեսության նախանգարում եւ մարդկանց բնականon տնտեսական գործունեության նախանգարում։ Թիրախային է նաև կրիպտո ոլորտը, եթե հարկային օրենսգիրքը փորձում են հարմարեցնել քաղաքացու յուրաքանչյուր դրամ վերահսկելու համար, ապա կրիպտո արժույթի ու թվային ակտիվների դեպքում դեռ չկա հստակ կարգավորում, թե ինչպես հարկ վճարեն այն քաղաքացիները, ովքեր զբաղվում են վիրտուալ փողերի առուվաճառքով։ Օնլայն վաճառքներն ու ֆրիլանս ծառայությունները նույնպես լիովին կարգավորված չեն։ Միքայելյանի խոսքով, եթե վերահսկողությունը շարունակվի խստանալ, հնարավոր է հակառակ արդյունք, քաղաքացիները կսկսեն ավելի ակտիվ օգտվել կրիպտո արժույթից կամ նույնիսկ անցնել պարտերային գործարքների։ Սա նոր ռիսկեր է ստեղծում սկսած ֆինանսական անկայունությունից մինչև հարկային համակարգի վերահսկելիության նվազում։ Որովհետև այդտեղ արդեն թե կայունությունը փոխարժեքի հարցականը, թե նաև գումարների հոսքը ավելի քիչ կառավարելի եւ այլն։ Այսպիսով մարդիկ միշտ ձևաչափը կգտնեն, ինչպես եթե կարիք կա, բայց անհարմարությունը եւ ռիսկայնությունը կարող է աճել։ Խնդրահարույց է նաև այսպես կոչված քեշբեքի համակարգը, որը նախատեսված է թոշակառուների համար։ Տնտեսագետի գնահատմամբ այս մեխանիզմով իշխանությունները փաստացի փորձում են թոշակառուներին դարձնել հարկային վերահսկողության գործիք։ Տեղի ունենում են, որ իշխանությունները փորձում են
բոլոր թոշակառուներին ոնց որ հարկային ինսպեկտոր դարձնեն, որպեսզի իրան գնան ու այդ աշխատանքը անեն, որը կառավարությունը օրինակ կամ իշխանությունները կամ հարկայինը չի կարող անել, ամենտեղ հասնել, որ հիմա գնան ու թոշակառուները ամենտեղ ուզեն այդ ՀԴՄ-ն եւ այլն, հա։ Այսինքն տեղափոխում է այս հակամարտությունը դեպի ներքին դաշտ ու հասարակության մեջ լարվածություն լրացուցիչ ստեղծվում։ Միքայելյանը մատնանշում է նաև դրական փոփոխությունները, որոշ վարչարարական գործընթացներ բիզնեսի համար իսկապես պարզեցվել են, սակայն վերջին 1 տարվա ընթացքում մի շարք ոլորտներում միաժամանակ բարձրացվել են նաև հարկային դրույքաչափերը։ Արդյունքում տնտեսագետի համոզմամբ խնդիրը ոչ թե հարկերի հավաքման մեխանիզմների խստացումն է, այլ պետական ծախսերի աճը եւ ֆինանսական քաղաքականության սխալ հաշվարկները։ Նրա կարծիքով անհրաժեշտ էր ավելի զուսպ բյուջետային եւ ֆիսկալ քաղաքականություն վարել, այլ ոչ թե փորձել ցանկացած գնով վերահսկել յուրաքանչյուր դրամի շարժը։ Իրանում հակակառավարական ցույցերի գործով մահապատժի առաջին վճիռն է կայացվել։ Սա հունվարին տեղի ունեցած զանգվածային հակակառավարական բողոքի ցույցերի վերաբերյալ առաջին նման դատավճիռն է։ Մահապատժի ենթարկված Մոհամմադ Աբասին մեղադրում են Աստծո դեմ թշնամանքի համար։ Ֆուտբոլի աշխարհի առաջնությունը վտանգված է, քանի որ հայտնի նարկոբարոնի սպանությունից հետո ընդունող երկիր Մեքսիկայում քաղաքացիական անկարգությունների ալիք է բարձրացել։ Հիշեցնեմ, որ Մեքսիկայի Խալիսկո նահանգում Կիրակի անվտանգության ուժերը սպանել են նոր սերունդ նարկոկարտելի առաջնորդին, որը հայտնի է El Mencho կանունով։ Ֆուտբոլային ամենակարևոր իրադարձությունն այս տարի տեղի կունենա 3 երկրներում՝ Միացյալ Նահանգներում, Կանադայում եւ Մեքսիկայում։ Մեքսիկան, որը նշված 3 երկրներից ամենաֆուտբոլասերն է համարվում, կընդունի 13 խաղ Մեխիկո Սիթիում, Մոնտերեյում եւ ներկայումս շրջափակման մեջ գտնվող Գվադալախարայում, որը լի է զինված մարդկանցով, որոնց մտքին մի բան է՝ վրեժխնդրությունը։ Այս ժամի համար առանձնացրել էինք այսքանը, շարունակեք հետևել մեր հրապարակումներին, բայց չթողնելու համար ամենակարևոր ու թարմ լուրերը։ ABC լուրերի հաջորդ թողարկումը ժամը 21-ին է։